քայլը ո՞րն է լինելու ձեր կարծիքով։ Տեսեք, ինչ վերաբերում է քայլերի հաջորդականությանը, ապա թույլ տվեք այս պահին, փակագծերը չբացեմ, կսպասենք տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները Սահմանադրական դատարանում, որովհետև յուրաքանչյուր կարծիք հետաքրքրված կողմից, իսկ ես հետաքրքրված կողմ եմ, նվազագույնը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու եմ, այն հայցով, որը հիմա քննարկվում է, ապա դա հնարավոր է ընկալվի որպես ասենց ճնշման կամ չգիտեմ, ինչ-որ մի տարբերակ, բայց յուրաքանչյուր դեպքում կարող եմ միանգամայն վստահությամբ ասել, որ յուրաքանչյուր գործողությունները Բարգավաճ Հայաստան կուսակցության իրենք համապատասխանում են, համապատասխանել են եւ համապատասխանելու են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին, այսինքն ոչ մի թողույցները կտրեն, ոչ մի այդպես ինչ-որ ապօրինի բան նվազագույնը, մեր նույնիսկ չել դիտարկվում։ Բայց կարող ենք ասել, որ ընդդիմությունը ունի պլան B։ Տեսեք, շատ է շահարկվում այդ պլան B, C, B, D, E, իսկույն պետք չի սևորվել կոնկրետ պլանների վրա, դինամիկ գործընթաց է գնում եւ երբ որ մենք հստակ սևորում ենք պլան B, պլան C, իհարկե համոզված եմ ավելի քան ամեն ընդդիմադիր ուժ ունի իր տեսլականը իրադարձությունների զարգացման տրամաբանության ներքո ոնց են արձագանքելու, սա միանշան է։ Իսկ ինչ եք կարծում, Սահմանադրական դատարանը արդար որոշում կկայացնի։ Տեսեք, Սահմանադրական դատարանից պահանջվում է միայն մի բան, որ Սահմանադրական դատարանը գործի համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Միգուցե տարօրինակ բան եմ ասում, բայց ցավոք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում, հստակ ցույց է տալիս, որ ակնկալիքը, պատկերացնում եք ինչ օրն ենք ասել, որ մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը համաձայն սահմանադրության որոշում ընդունի, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, խոսքը իհարկե գնում է իշխանության մասով, քմահաճույքի։ Սա է ընդհանրապես պահանջը։ Պարոն Աբովյան, երեկվա դատական նիստը վերլուծելով եւ այստեղ հավաքված բազմաթիվ քաղաքացիների ձայնը լսելով, ինչ եզրահանգումներ նախնական թեկուզ կարող եք անել։ Տեսեք, եթե վերցնենք եզրահանգումները, հասարակության կողմից, ապա կտրուկ սխալ է դատել հասարակության տրամադրությունների մասին հրապարակում հավաքված մարդկանց քանակով կամ մարդկանց տրամադրություններով, մարդիկ վիրավորված են, որովհետև այն լկտիությունը, որը մենք տեսանք ընտրությունների ժամանակ, որը ցուցաբերեց իշխանությունը, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենք ասես մի ժողովրդական արտահայտություն կա, լրիվ անջատվել են միգուցե միտումնավոր, այսինքն այն գործողությունները, որը մենք տեսանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այն գործողությունները, որոնք մենք տեսանք նույն այդ չեղարկելու պահով, ընտրատեղամասերի, իրենք մարդկանց մոտ իրականում առաջացրեցին ոչ թե անտարբերություն կամ գիտեք սենց անկում, հակառակը ավելի գիտեք ջղայնացրեցին մարդկանց, որովհետև դե ձեռառնելիք է ինչ սրանք անում են։ Յուրաքանչյուր դեպքում ասեմ, իշխանությունը պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսի, որ այսօր ինքը ոչ թե Բարգավաճի դեմ է պայքարում, ոչ թե պայքարում է այլ քաղաքական ուժերի դեմ, ինքը պայքարում է Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության դեմ, որը իրենց ձայն չի տվել, իսկ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը իրենց ձայն չի տվել։ Դուրները գա, չգա, խփեն իրանց պատերով, չգիտեմ ինչեր խոսան, դա այդպես է։ Հաշվի առնելով այն խախտումները, որը մենք տեսել ենք, վստահաբար դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իրանք նույնիսկ այն ձայները չունեն, որոնք տենց հարայ հուրիով ներկայացրեցին։ Պարոն Աբովյան, Սամվել Կարապետյանը նշել էր, որ պետք է